Շանթի եթերը շարունակում է հեռանկարը։ Երեկ հայտնի դարձավ, որ Բաքվի բանտում գտնվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ընտանիքի միջոցով աուդիո ուղերձ է հղել։ Վարդանյանը ադրբեջանական մեկուսարանից հայտարարում է դատում են ոչ թե իրեն եւ մյուս 15 հոգուն, այլև բոլոր հայերին։ Այնուամենայնիվ, Ռուբեն Վարդանյանը չհուսալոքվելու եւ լավատեսությամբ լցվելու հորդոր է հեղում, նշելով մեջբերում եմ. նորից ապրելու ենք մեր հայրենիքում հարևանների հետ խաղաղությամբ, հարգելով միմյանց։ Այս եւ այլ հարցերի էլ այսօր անդրադառնալու ենք Պաշտպան հայրենիաց ազգային մշակութային հիմնադրամի ղեկավար Ղարաբաղ կոմիտեի անդամ Գագիկ Սաֆարյանի հետ զրույցում։ Պարոն Սաֆարյան, շնորհակալություններ հրավերն ընդունելու համար։ Ես նմանապես։ Նախ ընդհանուր առմամբ, լսելով Վարդանյանի այդ աուդիո ուղերձը, դուք ինչ զգացողություններ ունեցաք եւ ինչ հետևություններ եք արել։ Տեսեք, առաջին հերթին ես ունեցա արժանապատվության զգացում, մարդը գտնվելով այդպիսի պայմաններում, Բաքվի բանտում կամ ադրբեջանական ճիրաններում իր ուրեմն հոգու կերպվածքը անկոտրում եւ նաեւ իր անսասանությունը անդեման արդարության։ Ինչ խոսք ունեցանք նաեւ ոգեկոտրում, սրտաճմլիկ պահեր եւ այլը, բայց ես պիտի ասեմ, որ գիտեք մարդու ներքինեությունը, մարդու արժանապատվությունը առավել շատ դրսևորվում է իր հոգեկերտվածքը ներաշխարը, պահվածքը առավել շատ դրսևորվում է այսպիսի ծանր պահերին, սա կարելի է համարել պայքար մահվան եւ կենաց պայքար։ Ինչ խոսք հայտարարությունը շատ կարևոր էր, որտեղ բոլորս գիտենք, որ դա դատավարություն կոչվել միջազգային նորմերով կամ քաղաքակիրթ երկրի իրավական համակարգին բնորոշ դատավարություն, որպես այդպեսին լինել չի կարող։ Նախորյակին էլ կարծեմ դադարեցնելով հացադուլը Ռուբեն Վարդանյանը մեկ այլ հայտարարություն արել կապված Դավիթ Մանուկյանի հետ մեկտեղ տեղափոխվելու, ներողություն խնդրելու եւ այլ։ Սա խոսում է նրա ուրեմն անկոտրում պահվածքի եւ կեցվածքի մասին։ Մի թեթև շեղվելով պիտի ասեմ եւ իրեն նաեւ փայլուն կողմերով է դրսեւորել նախկին պաշտպանության նախարար Արցախի պաշտպանության բանակի հրամանատար գեներալ Մնացականյանը հայտարարելով, որ եթե չի մասնակցել որոշ տեղերում աստագրական պայքարին կամ մարտերին, ապա չի հասցրել, եթե անհրաժեշտություն լիներ, պարտադիր կմասնակցեր։ Նմանատիպ հայտարարություն նաև արել է պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Եվ այս բոլորը գալիս է ապացուցելու, որ մեր գերիները կամ ասպես ասած Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները եւ քաղբանտարկյալները ունեն անկոտրում կյանք։ Այլ բան է, որ գիտեք, մենք պետք է մեր աշխատանքը կատարենք շատ ինտենսիվ կերպով եւ արագ կերպով, որովհետեւ մենք գործ ունենք, այո, դատում են հայ ժողովրդին։ Այլ կերպ լինել չի կարող։ Գիտեք, մենք բոլորս կարող ենք տարբեր տարաձայնություններ ունենալ տարբեր մոտեցումներ այդ մարդկանց մասին, բայց ես պիտի հստակ ասեմ, որ այո, Բաքվի դատարանում դատվում է հայ ժողովուրդը։ Որն է ելքը, բնականաբար պիտի հարցնեք։ Մենք բոլոր առումներով, բոլոր ուղղություններով պիտի կատարենք հստակ աշխատանք եւ պիտի կատարենք շատ արագ աշխատանք։ Ինչ ճանապարհ կարող ենք առաջարկել։ Իմ խորին համոզմամբ մենք պիտի կարողանանք լավագույնս օգտագործել միջազգային հարթակները եւ լավագույնս օգտագործել այն պետությունների ղեկավարներին կամ խնդրանքի տեսքով կամ առաջարկության տեսքով, որոնք անմիջական ազդեցություն ունեն Բաքվի ուրեմն բռնապետի վրա, Ալիևի վրա։ Ես նկատի ունեմ առաջին հերթին Թուրքիայի նախագահին Ռեջեփ Էրդողանին, Միացյալ Նահանգների նախագահ Թրամփին։ Եթե երկրի ղեկավարությունը մեր ունի հարաբերություններ նորմալ, ապա Ռուսաստանի Դաշնության նախագահին եւ ինչու՞ չի նաեւ Վրաստանը կարող է այստեղ հանդես գալ որպես ուրեմն միջնորդ բարի կամքի, որպեսզի կարողանա
համոզել Ադրբեջանի ղեկավարին գնալու բարի կամքի դրսևորման։ Տեսեք, նախ պիտի ձեզ շնորհակալություն հայտնեմ առավոտյան աստեղ գալուց դուք ինձ հիշեցրեցիք, որ մարտի 8-ի առավոտյան կանուխ Ադրբեջանի նախագահի անվտանգության հարցերի գծով խորհրդական եւ հատուկ դեսպան Հիկմետ Հաջիևը հայտարարություն արել, որ եթե ոչ թե հայտարարություն է, ծավալուն հոդված է տպագրել անգլերեն լեզվով crime and punishment, պատիժ եւ հանցանք եւ պատիժ, եւ որտեղ հոխորտալով սպառնալից տոնով ասում է, եթե Հայաստանը պիտի այսպես առերեսի Բաքվում կայացող դատավարությանը, ապա եթե մենք պիտի գնանք ուրեմն համապարփակ խաղաղության հաստատմամբ, ապա պիտի Հայաստանում ծվարած կամ Հայաստանում ծպտյալ, չգիտեմ ինչ կերպով ապրող 1991-ից մինչև 2022 թվականը ընկած ժամանակահատվածի ռազմաքաղաքական հանցագործներին Արցախի հանձնեն Ադրբեջանի դատավարությանը կամ Ադրբեջանի դատին, իհարկե այդ թվում նաև ես էլ եմ մտնում այդ ցանկի մեջ, դե բնական է լինելով 88 թվականի փետրվարի 20-ի հանրահավաքի ավետաբերը կամ ազդարարը։ Գիտեք, այս սպառնալից տոնը արդեն հեռուն է տանում, որովհետև Հայաստանի Հանրապետության կառավարության եւ պատգամարմինների շատ հայտարարություններ կամ չգիտեմ գործողությունների այն ոլորտը, որը տանում է դեպի այսպես հրապարակային կամ ռետորաբանական հայտարարությունների, կարծեք թե մենք գնում ենք ողորմելի արդարացումների ճանապարհով։ Մի բան, որը ես համարում եմ անընդունելի։ Տեսեք, Ադրբեջանը 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո երբեք չի փոխել իր ռետորաբանությունը։ Սկսած նոյեմբերի 9-ի փաստաթղթից ավարտված այսօրվա Հաջիևի հայտարարությունից կամ 3 առաջ օրվա Ադրբեջանի նախագահի Անկարա մեկնելուց առաջ եւ հայտարարեց, որ Սյունիքը, Զանգեզուրը Արևմտյան Ադրբեջանի կամ Ադրբեջանի Հանրապետության բաղկացուցիչ մասն է կազմում, քանզի 1918-20 թվականին Սյունիքը երբեք չի եղել Հայաստանի Հանրապետության առաջին հանրապետության կազմում։ Հռետորաբանություն չի սա արդեն, քաղաքական հռետորաբանություն չի։ Սա հեռուն գնացող նպատակներ է, նրանք չեն թաքցնում իրենց նպատակը։ Ցավում եմ, որ մեր իրավական, գիտական, փորձագիտական, աշխարհագրական եւ այլ դաշտի բազում փորձագետներ եւ ներկայացուցիչներ չեն հասկանում այն պարզ ճշմարտությունը, որ 1991 թվականի հոկտեմբերին հռչակագրով Ադրբեջանը դուրս գալով Խորհրդային Միության կազմից հայտարարեց ոչ թե ադրբեջանական ԽՍՀ-ի ժառանգորդ իրավական, այլ հայտարարեց 18-20 թվականի 1900 առաջին հանրապետության իրավահաջորդ, նկատի ունենալով դրան զուգահեռ մեզ հասկացնելով, որ ինքը ճանաչում է Հայաստանի Հանրապետությունը միայն Բաթումի պայմանագրի տարածքներով, այսինքն ընդամենը 10,000 քառակուսի կիլոմետր տարածքով։ Պարոն Սաֆարյան, մենք դեռևս խոսենք դատավարությունից, այսպես կոչված դատավարության ընթացքից, տեսեք, նաև մեղադրանքներ կան ուղղված Հայաստանի Հանրապետության իշխանություններին, պնդելով, որ համապատասխան բոլոր այդ գործիքակազմերը, որոնք որ հնարավոր են, Հայաստանի կառավարությունը չի օգտագործում, որ այսպես կոչված այդ դատավարության դեմ եւ մեր գերիների վերադարձի համար։ Դուք համաձայն եք այդ պնդումների հետ։ Իհարկե ոչ։ Ամբողջ Հայաստանի Հանրապետության մոտեցմանն եք ասում դուք, թե Ադրբեջանի։ Ոչ, պնդում եմ, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը չի օգտագործում բոլոր գործիքակազմերը, որպեսզի վերադարձնի Արցախի։ Տեսեք, ես չեմ կարող հստակ կերպով ասել, համենայն դեպս ես գիտեմ, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը եւ կոմպետենտ գերատեսչությունները հստակ աշխատանք կատարում են այդ ուղղությամբ։ Նույնը գալով ընդամենը մեկ նախադասություն շեղվեմ, որ Բելոռուսում բանտարկված բլոգերին Բելային Երևան Հայաստանի Հանրապետություն արտահանձնելու գործում մեծ գործ է կատարել Հայաստանի Հանրապետության արտաքին գործոս նախարարությունը։ Չնայած այնտեղ չպիտի բացառել այն լուրջ աշխատանքը, որ կատարել է հայտնի գործարար Գագիկ Ծառուկյանը, բայց պետք չէ մեկը մյուսին հակադրել։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը
ասեմ, որ աշխատանք կատարում է այդ ուղղությամբ հստակ կերպով ես գիտեմ, ընդ որում կատարում է շատ ինտենսիվ կերպով։ Եթե օգտագործում է ամբողջ գործիքակազմը, գիտեք, ընթացքում է երևում այդ գործիքակազմը որն է։ Ես քիչ առաջ շեշտեցի ընդամենը մեկ ճանապարհ։ Այն տերությունները կամ այն տերությունների ղեկավարները, որոնք կարող են ունենալ ազդեցություն, ուրեմն Բաքվի բռնապետի վրա, բայց դե խնդիրը այլ կերպ պիտի մենք մեկնաբանենք։ Բաքվում դատավարություն որպես այդպեսին չի գնում։ Դա ընդամենը դատական ֆարս է։ Դա խերկատակություն է։ Նրանք կարող են հենց առաջին օրը կարդալ, չգիտեմ, 1000 ներողություն եմ խնդրում, դատավճիռ, մահախոսականի տեսքով, ազատ արձակելու տեսքով, այսպես կոչված բարի կամքի դրսևորում գոյություն չունի ամենևին, այսպես կոչված դատավարություն օրենքի տառին համապատասխան չկա, այլևս չեմ խոսում խոշտանգումների մասին, այլևս չեմ խոսում այն ծանր կտանքների մասին, որին ենթարկում է մեր ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները։ Պարոն Սաֆարյան, Ռուբեն Վարդանյանն իր այդ ուղերձում հայտարարում է նաև մեջբերում եմ, հավատում եմ, որ հաղթահարվելու են բոլոր մարտահրավերներն ու դժվարությունները եւ նորից ապրելու ենք մեր հայրենիքում հարևանների հետ խաղաղությամբ, հարգելով միմյանց։ Ըստ երևույթին Վարդանյանը Արցախում ապրելու մասին է խոսում ըստ ձեզ եւ դուք ինչպես եք պատկերացնում այդ դեպքում արցախահայերի վերադարձը։ Ես ինքս եթե լինեի Հայաստանի կառավարության անդամ կամ ունենայի այդպիսի լիազորություններ, ես ինքս կբարձրացնեի առաջին հերթին սկսած Հեյդար Ալիևից, երբ 60-ական թվականներին ծանր զրկանքների եւ խոշտանգումների եւ անասելի հանցագործությունների հետևանքով Արցախի ժողովուրդը սկսեց դատարկվել եւ այնպիսի երևույթներ ընդཐུպ մինչեւ ցմա ազատազրկում դեպքեր են եղել, գնդակահարություններ եւ այլն։ Եվ ոչ միայն դա 80-ական թվականների վերջին 90-ական թվականների սկզբին Արցախի դեմ կատարված մարդկային հանցագործությունները, ոճրագործությունները ընդཐུպ մինչև 2023 թվականի Արցախի ժողովրդի բռնագաղթը, բնաջնջումը, ցեղասպանության ենթարկվելը։ Ես չգիտեմ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ինչու՞ չի այս փաստերը օգտագործում միջազգային հարթակներում, իրավական բոլոր հարթակներում, մարդու իրավունքների եվրոպական դատարանում, Եվրոխորհրդարանում, չգիտեմ, տարբեր ատյաններում, ունենալով Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ, ունենալով Միացյալ Նահանգների հետ դիվանագիտ, ունենալով Թուրքիայի հետ երկխոսություն, ես չգիտեմ ինչու սա չի օգտագործում։ Այն փաստարկները, որ մենք ունենք, եթե այնտեղ ընդամենը 25 հոգի են գերեվարված, ապա ավելի քան 150,000 մարդ ենթարկվել է ցեղասպանության։ Ենթարկվել է բռնագաղթի։ Այո, շատերը պնդում են նաև, պարոն Սաֆարյան, որ արցախահայերի վերադարձը հնարավոր է իրականացնել նոյեմբերի 9-ի այդ փաստաթղթով։ Դուք կիսում եք այդ կարծիքը։ Տեսեք, հարգելի Վահագ, ես պիտի ասեմ հետևյալը։ Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը մեր պատմության մեծագույն խայտառակ փաստաթղթերից մեկն է։ Ես չեմ կիսում դա, որովհետև նոյեմբերի 9-ից անմիջապես հետո 3 ամիս անց տեղի ունեցավ Փարուխի խրամուրդի, այնուհետև տեղի ունեցավ Սև լճի, 1 տարի անց տեղի ունեցավ Իշխանասարի, այնուհետև Ջերմուկի, անցյալ տարվա մարտին տեղի ունեցավ ուրեմն ռազմական բախումները, նաև ուրեմն ներքին հանդի շրջանում։ Ռուսական խաղաղապահները, Ռուսաստանի Դաշնության խաղաղապահները, որոնք կոչված են նոյեմբերի 9-ի փաստաթղթով ապահովել Արցախի հանրապետության բնակչության անվտանգությունը եւ ապահովել խաղաղությունը, մատը մատի վրա չխփեցին, կատարվեց մի դավադիր գործարք։ Մեր հանրապետության ղեկավարության բազում հայտարարությունները կապված Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման եւ Արցախում կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ դարձան խոսք տվեցին մեր ժողովրդին, սակայն չկատարեցին հայտնի հանգամանքների պատճառով։ Նոյեմբերի 9-ի փաստաթղթով օբյեկտիվ օրինական անաչառ կերպով ոչ մի կետ չի կատարվել։ Նորից վերադառնալ նոյեմբերի 9-ին, ես հստակ կերպով ասում եմ, որ եթե մենք վերադառնանք նոյեմբերի 9-ին, ոգուն եւ բովանդակությանը մեզ սպասում է Արցախի ժողովրդի եւ Արցախի հանրապետության ճակատագիրը։ Այդ դեպքում ինչպես եք տեսնում արցախահայերի վերադարձը։ Արցախահայերի վերադարձը միայն ես տեսնում եմ Հայաստանի Հանրապետության կառավարության
անշեջ գործունեությանը դիվանագիտության ոլորտում նկատի ունենալով, որ եթե մենք գնում ենք, ունենք Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ ստորագրված ռազմավարական եւ դիվանագիտական գործունեության վերաբերյալ հայտարարություն, եթե մենք ունենք Եվրոմիության հետ եւ Եվրոխորհրդարանի հետ ինտենսիվ բանակցություններ, ինտենսիվ երկխոսություն, եթե մենք ունենք նաեւ Թուրքիայի հետ երկխոսություն եւ եթե Ռուսաստանն էլ պիտի հանձն առնի իր պարտավորությունները կատարի, հստակ միջազգային գործիքակազմի զսպումների եւ հակակշիռների մեխանիզմի հսկողության ներքո այլ տարբերակ լինել չի կարող։ Վերջերս Միացյալ Նահանգներում տեղի ունեցած Թրամփ-Զելենսկի հանդիպումը հենց դրա առավելության է, դրա վառ վկայությունն է, որ մենք ինչ գործունեություն որ ծավալում ենք միջազգային հատյաններում անպայման պիտի ունենա պայմանագրի ուժ հստակ ընդգրկված լինելով իրավունքի եւ պարտավորությունների կետերը մեկ առ մեկ, հոդվածները մեկ առ մեկ։ Եվ վերջում, պարոն Սաֆարյան, Հայաստանի ղեկավարությունը հայտարարում է, որ էսկալացիայի որևէ պատճառ ու որևէ հիմք չկա։ Իսկ ինչ եք կարծում, Բաքվին որևէ հիմնավոր պատճառ ու հիմք է հարկավոր, որպեսզի իր նպատակներն իրականացնելու համար հարձակվի Հայաստանի վրա։ Ոչ։ Ես դրա վերաբերյալ ունեմ իմ ուրույն կարծիքը, քիչ առաջ ասացի, որ Ալիևը մի քանի օր առաջ հայտարարեց, որ մենք ձեռք չենք քաշելու Զանգեզուրի տարածքից, խոսքս վերաբերում Միջանցքի մասին, տեսեք, կրկինի կուրկին մեր ժողովրդին ասեմ, Միջանցք տրամադրելը անպայման աղերս ունի Հայաստանի Հանրապետության սուվերենության հետ։ Գալով կապուղիներին եւ հաղորդակցման ուղիներին, չէ, լոջիստիկ խնդիրներին Հայաստանի Հանրապետության կառավարության ղեկավարը անընդհատ հայտարարում է, որ մեր ճանապարհները բաց են բոլոր երկրների համար, բոլոր կարգի ուղևորափոխադրումների համար։ Ադրբեջանի հորջորջանքը, Ադրբեջանի սպառնալիքները արդեն ցույց են տալիս, որ Ադրբեջանը փորձում է սպառնալիքների ճանապարհով հասնել դրան։ Խաղաղություն որպես այդպիսին հնարավոր է, բայց ես ասում եմ, ներկայումս ոչ թե պատճառ չկա պատերազմի համար, այլ ես ձեզ հստակ ասում եմ, պատերազմ չի լինելու։ Լինելու է ռազմական թեթև էսկալացիաներ սահմաններին, սակայն պատերազմ չլինելը առաջին հերթին պայմանավորված է Եվրոմիության միջազգային գործիքակազմի վերահսկողության, միջազգային դիտորդների, խաղաղապահ դիտորդների հստակ իրենց առաքելությունը կատարելու, եւ ես պիտի ասեմ, այստեղ ինչքան էլ երկարում է ընդհանրապես մեկ նախադասությամբ, ես պիտի ասեմ, որ մեզ այլևս չպիտի մենք ետ գնանք, մենք տեսանք, որ գործառութային առումով խաղաղապահ, ռուսական խաղաղապահ զորամիավորումները առաքելությունը շատ վատ կատարեց, դավադիր կերպով կատարեց։ Հստակ կերպով ասում եմ, Ադրբեջանը պատճառների չի նայում պատերազմ վերսկսելու համար, սակայն Ադրբեջանը այսօր չունի այն գործիքակազմը պատերազմ սկսելու Հայաստանի Հանրապետության դեմ, առավել ևս ես ձեզ հստակ կերպով ասում եմ, պատերազմի դեպքում, որը երբեք չի լինելու, մեր զինվորը այսօր, մեր բանակը հստակ կերպով կարող է արժանի հակահարված տալ Ադրբեջանի բանակին, Ադրբեջանի զինվորին, որը լինելու է թիվ 1 հիմքը եւ երաշխիքը Ադրբեջանի կողմից այլևս չգնալ նման սպառնալիքների ոճով շարունակելու հարաբերությունները Հայաստանի Հանրապետության հետ։ Ես եմ շնորհակալ։ Հեռանկարում Պաշտպան Հայրենյաց ազգային մշակութային հիմնադրամի ղեկավար, Ղարաբաղ կոմիտեի անդամ Գագիկ Սաֆարյանն էր։